Սա պետության ուզուտ հայ եկեղեցու դեմ չի։ Սա հակաքրիստոնեական արշավ է։ Կներեք, ես էլի եմ ասում, ես ճանաչում եմ շատերին, ես ծանոթ եմ աղանդականների այնպիսի բարձր մակարդակով աշխատողների, որոնք ես հիշեցնեմ, որ Հայաստանում ցեղասպանության համալիրում իրենք հանդիպել են, ինչեր են այնտեղ իրականացրել։ Դա հնարավոր կլիներ, եթե իշխանությունների թողտվությունը չլիներ։ Այսինքն սա փարեսիական եւ աղանդավորական գիտեք ինչ աղանդներ կան, որոնք որ քայքայիչ աղանդներ են։ Ահա այդպիսի աղանդների գործնեության դրսևորում է։ Սա հակաքրիստոնեական է, հակահայկական է եւ միայն վերջում անձանց այդ թիրախավորումը, այսինքն հակառակ պետք է մենք նայենք տրամաբանությունը, ինչի է թիրախավորում առանձին անձանց, որովհետեւ իրենց իրական թիրախը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, դա քրիստոնեությունն է, դա հայ առաքելական եկեղեցին է։ Եվ այս առումով ես ոչ միայն դատապարտում եմ, ես մերժում եմ ամբողջովին այս իշխանությունների այդպիսի ամբողջովին թուրք ադրբեջանական ռազմավարությանը համապատասխանող քաղաքականությունը։ Գիտեք, շատերի համար զարմանալի է այս կամ այն արտահայտությունը, երբ որ խոսում է նույն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինձ համար զարմանալի չի։ Ես իմ բարձրագույն կրթությունը ստացել եմ Բաքու 60-ականներին, եւ դա ամբողջը ահա այդ տեղից է։ Այսինքն ինձ համար զարմանալի չէ այն, ինչ որ իրենք ասում են պատմության մասին, սովետական եւ դրանից առաջ ինտեգրալ մեծին կհասնեն եւ այլն, կարծես թե արդեն հասել են։ Պատմաբանները ինչ են արել, ինչ էջեր չեն բացել, այդ բոլորը կրկնում եմ թուրքական եւ կոնկրետ ադրբեջանական այսպես ասած պատմաբանների ստեղծագործություններից է։